Բարդեմ։ Պապասա ուզում ա քո հետ խոսամ։ Հեսա բարձր խոսը միացնեմ, տեսնեմ քեզ ինչ փաղաքշական բառեր է ասելու։ Հա, Սարգիս ջան։ Ուշեղ Գոհարիկը շատ խնդրեց, որ գնա Ծաղկաձոր, ես էլ չմերժեցի, բայց այդ չի նշանակում, որ դու պետք է իրան թողնես գնա Ծաղկաձոր։ Գոհարիկը քանի դեռ է քո աղջիկն է, ու եթե իմացել եմ աղջիկա թողել ես գնա Ծաղկաձոր, կգամ կասնեմ այդտեղ քեզ կտանեմ Ծաղկաձոր ու վրեդ լիժակ քշեմ։ Հասկացար։ Խնդիր չկա, Սարգիս ջան։ Ես կկատարեմ իմ հայրական պարտականությունները։ Լսեցին ինչ ասեց։ Ուրեմն մի բան ասեմ ականջի տողարա։ Հայաստանում ես եմ քո պապան, բայց մի մոռացի ինչքան էլ որ ես քո պապան եմ ստեղ, քո իրական պապան Ռուսաստանում է ու դու կառավարվում ես Ռուսաստանից։ Իսկ հիմա հետ դարձ ու քայլով Բայց ինչ հին մարդ ես այս սովետ։ 21-րդ դարին է։ Բայց ինչի՞ չթողեցիք գնալ, հերը ինչ պիտի իմանար, գնացել է թե չէ։ Ֆելիքս, այդ ոչ թե Սարգիսը չի թողնում, այլ մենք չենք թողնում, որ Գոհարիկը գնա, եղավ։ Ճիշտ է ասում էլի, հին եք։ Մուշեղ լիկան ա զանգում։ Տիկին Տամարա, հեռախոսիդ որ զանգ է գալիս, պետք է 0 քաշես նոր վերցնես։ Հա լիկա ջան։ Հա տանը։ Ինչ։ Հիմա եք, ոյք, լիկա մի դոք, հա, լավ, մուշեղ, լիկան էր զանգել, ասում արին է երկու ոստիկանի հետ գալիս է, որ մեզ տնից դուրս անի։ Չես խոսում, որ Գոհարիկը։ Ոյք, չգիտեմ մուշեղ, բայց հիմա չենք կարող գնալ Գոհարիկին ասել, կներես Գոհարիկ ջան, մենք փոշմանում ենք գնա Ծաղկաձոր։ Չէ, բայց ես գիտեմ ինչ կարելի է անել։ Լավ պապա տղա, սպասի հեսա ես տղա երեխա կունենամ, անունը կդնեմ մուշեղ, նոր դու քո գլխին կտաս ու ուշ կլինի։ Ասում եմ մի գնա Ծաղկաձոր։ Լա, ես դու ինչ եկար, Ֆելո։ Եկել եմ ասեմ, որ եթե նույնիսկ ամբողջ աշխարհը քեզ դեմ գնա, ես քո կողմից եմ։ Մերսի Ֆելո ջան, շատ զգացված եմ, նոր ներքևում զգացի ինչքան ես իմ կողմից։ Էդ ինչ լավ էիր պաշտպանում ինձ, հորքուրի քեզ ու մուշեղին հազիվ բաժանեց։ Մի արա էլ տենց բաներ։ Վերջացրեցիր, դե պատրաստվի որ գնում ենք Ծաղկաձոր։ Հետաքրքիր է ոնց ենք գնալու, կարող է որոշել ես Ծաղկաձորի ճոպանուղին բերես մեր պատուհանի մոտ, նստենք գնանք։ Պատուհանի պահը մի քիչ ճիշտ ես ասում, մնացածը հեսա կասեմ, իրերը թավակի։ Ջուտիկ, սպասի խնդրում եմ էլ գիրք չեմ կարդա, սպասի, կներես խնդրում եմ ջուտիկ։ Զարա, ես քեզ ասում եմ, չէ, որ այդ կարդալուտ պատճառով դու իմ գլխին փորձանք ես բերելու։ Ախր դու որ կարդում ես, ինֆորմացիան սխալ ես ընկալում։ Դու վերլուծություն անելու ունակություն չունես, Զարա, դրա համար գիտես այս օրինը։ Հա, լավ, չեմ կարդում, ես երբեք չեմ կարդել։ Լավ, լսեք կստուգեմ իլա, դու կարդում ես թե չէ, դու ստել է հեռախոսը։ Ուրեմն նա ինչ ենք անում։ Ես քեզ հարց եմ տալի։ Եթե ճիշտ պատասխանեցիր, նկարներից էլ ջնջում եմ։ Ո՞վ է գրել հայոց տառերը։ Ջուտիկ, դե մի քիչ դժվար հարց ունի, ինչ հարց է։ Ոյ, ես դժվար հարց դու։ Պաստորեն գիտես Զարա, հա։ Ոյ։ Ինչ դժվար հարցներ չեմ իմանա էլի։ Լավ, հեսա դժվար հարց կտամ։ Հիմա ասում ես ինձ ջրի բաղադրությունը։ Չգիտեմ։ Չգիտես, հա։ Չգիտեմ։ Խափում ես, հա։ Հեսա ջնջում եմ։ Աշիպու։ Աշիպու։ Ինչ բաստում ես։ Չոփեր։ Չոփեր, թողի ջրի։ Չոփեր, համա հանում ես թողել ես։